Եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից։ Երեկ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավ ուղեկցվեց միջադեպերով։ Մետրոպոլիտենում Փաշինյանը բղավելով խոսեց արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը իր մանկահասակ երեխայի հետ էր։ Փաշինյանին բարձրացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվեց վերցնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը կրծքանշանի տեսքով, ընդ որում քարտեզը առանց Արցախի էր։ Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք, գոռաց Նիկոլ Փաշինյանը, դիմելով արցախցի կնոջը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի մասնակիցը 1993 թվականի Արցախյան պատերազմում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսեյանի դուստրն է, Արմինե Մոսեյանը։ Արդեն երեկոյան միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման եւ քննադատությունների ներքո որոշեց ներողություն խնդրել արցախցի կնոջից, ասելով, թե իր ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Օյնիսյանը Եվրոմեդիայի հետ զրույցում անդրադարձել է միջադեպին։ Կարծում եմ, որ չի կարելի երեխայի ներկայությամբ ծնողի հետ այդպես խոսալ։ Առավելևս կարծում եմ, որ ունտեղ կորցրած մարդկանց նկատմամբ պետք չի ագրեսիվ բառապաշար օգտագործել։ Պիտակավորում են որպես փախած, այն դեպքում, երբ արցախցիները, այսպես կարելի ասել, մազապուրծ են եղել ու մի կերպ են կարողացել տեղափոխվել Հայաստան, նրանց վիրավորեց, ընդ որում ընդհանրական արցախցիներին պիտակավորելով փախած։ Սա նաև ազգամիջյան այսպես թշնամանք տարածելու օրինակ չէ դասական։ Ներեք, սա ազգամիջյան թշնամանք չի։ Մի շարք այլ խնդիրներ են, բայց ոչ ազգամիջյան թշնամանք։ Դա ատելություն արցախցիների նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ տեղատելություն կար արցախցիների նկատմամբ, բայց տեղատելություն կար արցախցիների այն մոտեցման նկատմամբ, որը որ դրսևորվել էր 23 թվականի ամռանում, երբ որ Արցախի իշխանությունները հրաժարվել էին բանակցել Ադրբեջանի հետ։ Ինչ ոքի կոչում անում քաղաքական գործիչներին այդպիսի պահվածք չունենալ։ Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում այն ժամանակները չեն, երբ որ պրիվետ ռոբ ասելու համար մարդուն զուգարանում սպանում էին։ Որ Հայաստանում կարող է լինել իրավիճակ, երբ որ քաղաքացին կարող է պետության ղեկավարի հետ ագրեսիվ բանավեճի մեջ մտնի հանրային վայրում, եւ այդ իշխանները ագրեսիվ բանավեճի մեջ մի շարք բաներ լինեն, որոնք անընդունելի են։ Ես ուրախ եմ, որ անցել են ժամանակները, երբ որ քաղաքացին կարող է դրա համար զուգարանում սպանել։